Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Շատերի մոտ հիմա հակասական զգացողություններ են, բայց սա այն էր, ինչի մասին արդեն 4 ամիս է զգուշացնում էի։ Ընկերներ, անկեղծորեն շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Շնորհակալ եմ չհայհոյելու եւ չվիրավորելու համար։ Երբ ես սկսեցի հանդես գալ եւ տեսանյութեր պատրաստել, ինձ շատերը մեղադրում էին ինչ-որ ուժի սպասարկելու մեջ, բայց տեսնում եք, ընտրության հաջորդ օրը ես կամ ու լինելու եմ, իսկ որոշ վճարվող կենդանիներ այլևս չեն լինելու։ Գիտեք երեք ինչը հաղթեց։ Ոչ թե Նիկոլը հաղթեց, այլ հաղթեց նախկինների դեմ պայքարը։ Այո, եղել են բազմաթիվ դեպքեր, որ վարչական ռեսուրսներ են կիրառվել, բազմաթիվ խախտումներ են եղել, բայց միևնույն է, դա չէր պատճառը Նիկոլի վերընտրվելու։ Ընկերներ, մենք բոլորս մեկ պատճառ ունենք սրանից կամ նրանից նեղված լինելու, սրան կամ նրան ընտրելու, բայց երբեք մենք մեր մեջ մեր սխալները չենք ընդունում։ Մենք չենք ընդունում, որ մեր հասարակությունը մերժել է նախկիններին, մերժել է ընտրակաշարքը, չենք ընդունում, որ երկրում հարկավոր է իրական ընդդիմություն։ Ով քայլեր է անում, որպեսզի երկրում դառնա իրական ընդդիմություն, փողին մեռած որոշ կրճակներ սկսում են այդ անձը կամ ուժին պախարակել, կպցնել Նիկոլին կամ մյուսին, բայց դրանց իրական նպատակը հանրության մեջ կարծիք ձևավորելն է, թե իբրև Նիկոլը ինչ-որ ուժեր է գեներացնում իր կողքին։ Ընկերներ, կեղծ ընդդիմություն միայն Սերժ Սարգսյանն է ստեղծել եւ Ռոբերտ Քոչարյանը, այս 38 տարիները դրա վառ ապացույցն են։ Մեր հանրությանը հարկավոր է նոր ընդդիմություն, առանց որևէ թալանչու, առանց որևէ նախկինների, առանց միլիոնատերերի։ Նիկոլը այդ ուժից է իրականում վախենում եւ այնպես է անում, որ իր ընդդիմությունը լինեն սրանք։ Ընկերներ, հիշեք, որևէ բան չի փոխվելու։ Նիկոլի հայտարարած որևէ անձ չի ձերբակալվելու կամ էլ դատապարտվելու, որևէ թալան հետ չի բերվելու։ Այս խոսակցությունները կակտիվանան մոտավոր 4 տարի անց, երբ կրկին կմոտենան ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանը թքած ունի ամեն ինչի վրա եւ իրականում իր խոսքերը որևէ աղերս չունեն իրականության հետ։ Կան անձինք, ովքեր այս ընթացքում փորձեցին ինձ կապել որևէ ուժի հետ, հատկապես Նիկոլի, բայց իմ համար մեկ են դրանք։ Ես ձեր կողքին եմ եղել եւ լինելու եմ, եւ միասին առանց որևէ հակաօրինական գործողությունների անելու ենք մեր երազած հեղափոխությունը։ Ընկերներ, հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ապատեղեկատվությունների գուրու, սուտ խոսալու աշխարհի չեմպիոն Նաիրի Հոքիկյանից, որ իմ հասարակ անձի մասին գրառում էր արել։ Պարոն Նաիրի, բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Իդեպ, այս ընտրություններից ես մեկ եզրակացություն արեցի, որ Նիկոլի վերարտադրության միակ երաշխավորը դուք եք եւ ձեր նման ընդդիմությունը։ Շնորհակալ եմ ձեզ, որ իմ համեստ անձին եք անդրադարձել, բայց զգուշացնում եմ, որ բառերի մեջ փորձեք չափավոր լինել, քանի որ ես ձեր համար ոչ Նիկոլն եմ, ոչ էլ մնացածը։ Ընկերներ, ես վերջին տեսանյութում խնդրեցի քվետակ որոշ ուժերի։ Վստահեցնում եմ, որևէ կապ չունեմ եւ չեմ էլ կարող ունենալ այդ ուժերի հետ։ Սակայն իմ համար կարևոր էր, որ խորհրդարան անցներ ցանկացած մեկ այլ ուժ, որը կապ չունի այս ընդդիմության հետ։ Ցավոք, դա եւս Նիկոլա անդիմադիր կլանը խաթարեցին իրենց ընտրակեղծիքներով։ Ամեն դեպքում կրկին ամենօրյա ռեժիմով սկսում ենք բացահայտել եւ իշխող ուժի կողմից տեղի ունեցող ապօրինությունների մասին։ Ընկերներ, եթե իրականում ցանկանում եք ունենալ ուժեղ պետություն, ուժեղ իշխանություն, ապա երկար մտածեք ու միացեք մեզ։ Միասին կարող ենք փոխել այն, ինչը արդեն 38 տարի է ընթանում է։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ առաջիկայում մենք սկսում ենք իրական հեղափոխություն, իրական հային վայել գաղափարներով։ Ինձ որևէ մեկը նա կարող է գնել, ոչ էլ կարող է անիմաստ մեղադրել։ Ես ձեր կողքին եմ 24 ժամ, ցանկացած խնդիր կարող եք ասել։ Շնորհակալ եմ կրկին վստահության համար։ Սկսում ենք իրական հեղափոխությանը նախապատրաստվել։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը, հարգանքներով, ձեր հայը։ Բարև ընկերներ, ինչպե՞ս եք։ Շատերի մոտ հիմա հակասական զգացողություններ են, բայց սա այն էր, ինչի մասին արդեն 4 ամիս է զգուշացնում էի։ Ընկերներ, անկեղծորեն շնորհակալ եմ աջակցության եւ վստահության համար։ Շնորհակալ եմ չհայհոյելու եւ չվիրավորելու համար։ Երբ ես սկսեցի հանդես գալ եւ տեսանյութեր պատրաստել, ինձ շատերը մեղադրում էին ինչ-որ ուժի սպասարկելու մեջ, բայց տեսնում եք, ընտրության հաջորդ օրը ես կամ ու լինելու եմ, իսկ որոշ վճարվող կենդանիներ այլևս չեն լինելու։ Գիտեք երեք ինչը հաղթեց։ Ոչ թե Նիկոլը հաղթեց, այլ հաղթեց նախկինների դեմ պայքարը։ Այո, եղել են բազմաթիվ դեպքեր, որ վարչական ռեսուրսներ են կիրառվել, բազմաթիվ խախտումներ են եղել,
Բայց միևնույն է, դա չէր պատճառը Նիկոլի վերընտրվելու։ Ընկերներ, մենք բոլորս մեկ պատճառ ունենք սրանից կամ նրանից նեղված լինելու, սրան կամ նրան ընտրելու, բայց երբեք մենք մեր մեջ մեր սխալները չենք ընդունում։ Մենք չենք ընդունում, որ մեր հասարակությունը մերժել է նախկիններին, մերժել է ընտրակաշարքը, չենք ընդունում, որ երկրում հարկավոր է իրական ընդդիմություն։ Ով քայլեր է անում, որպեսզի երկրում դառնա իրական ընդդիմություն, փողին մեռած որոշ կրճակներ սկսում են այդ անձը կամ ուժին պախարակել, կպցնել Նիկոլին կամ մյուսին, բայց դրանց իրական նպատակը հանրության մեջ կարծիք ձևավորելն է, թե իբրև Նիկոլը ինչ-որ ուժեր է գեներացնում իր կողքին։ Ընկերներ, կեղծ ընդդիմություն միայն Սերժ Սարգսյանն է ստեղծել եւ Ռոբերտ Քոչարյանը։ Այս 38 տարիները դրա վառ ապացույցն են։ Մեր հանրությանը հարկավոր է նոր ընդդիմություն, առանց որևէ թալանչու, առանց որևէ նախկինների, առանց միլիոնատերերի։ Նիկոլը այդ ուժից է իրականում վախենում եւ այնպես է անում, որ իր ընդդիմությունը լինեն սրանք։ Ընկերներ, հիշեք, որևէ բան չի փոխվելու։ Նիկոլի հայտարարած որևէ անձ չի ձերբակալվելու կամ էլ դատապարտվելու, որևէ թալան հետ չի բերվելու։ Այս խոսակցությունները կակտիվանան մոտավոր 4 տարի անց, երբ կրկին կմոտենան ընտրությունները։ Նիկոլ Փաշինյանը թքած ունի ամեն ինչի վրա եւ իրականում իր խոսքերը որևէ աղերս չունեն իրականության հետ։ Կան անձինք, ովքեր այս ընթացքում փորձեցին ինձ կապել որևէ ուժի հետ, հատկապես Նիկոլի, բայց իմ համար մեկ են դրանք։ Ես ձեր կողքին եմ եղել եւ լինելու եմ, եւ միասին առանց որևէ հակաօրինական գործողությունների անելու ենք մեր երազած հեղափոխությունը։ Ընկերներ, հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել ապատեղեկատվությունների գուրու, սուտ խոսալու աշխարհի չեմպիոն Նաիրի Հոքիկյանից, որ իմ հասարակ անձի մասին գրառում էր արել։ Պարոն Նաիրի, բարև ձեզ, ինչպե՞ս եք։ Իդեպ, այս ընտրություններից ես մեկ եզրակացություն արեցի, որ Նիկոլի վերարտադրության միակ երաշխավորը դուք եք եւ ձեր նման ընդդիմությունը։ Շնորհակալ եմ ձեզ, որ իմ համեստ անձին եք անդրադարձել, բայց զգուշացնում եմ, որ բառերի մեջ փորձեք չափավոր լինել, քանի որ ես ձեր համար ոչ Նիկոլն եմ, ոչ էլ մնացածը։ Ընկերներ, ես վերջին տեսանյութում խնդրեցի քվետակ որոշ ուժերի։ Վստահեցնում եմ, որևէ կապ չունեմ եւ չեմ էլ կարող ունենալ այդ ուժերի հետ։ Սակայն իմ համար կարևոր էր, որ խորհրդարան անցներ ցանկացած մեկ այլ ուժ, որը կապ չունի այս ընդդիմության հետ։ Ցավոք, դա եւս Նիկոլա անդիմադիր կլանը խաթարեցին իրենց ընտրակեղծիքներով։ Ամեն դեպքում կրկին ամենօրյա ռեժիմով սկսում ենք բացահայտել եւ իշխող ուժի կողմից տեղի ունեցող ապօրինությունների մասին։ Ընկերներ, եթե իրականում ցանկանում եք ունենալ ուժեղ պետություն, ուժեղ իշխանություն, ապա երկար մտածեք ու միացեք մեզ։ Միասին կարող ենք փոխել այն, ինչը արդեն 38 տարի է ընթանում է։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ առաջիկայում մենք սկսում ենք իրական հեղափոխություն, իրական հային վայել գաղափարներով։ Ինձ որևէ մեկը նա կարող է գնել, ոչ էլ կարող է անիմաստ մեղադրել։ Ես ձեր կողքին եմ 24 ժամ, ցանկացած խնդիր կարող եք ասել։ Շնորհակալ եմ կրկին վստահության համար։ Սկսում ենք իրական հեղափոխությանը նախապատրաստվել։ Այսօր այսքանը, կհանդիպենք վաղը, հարգանքներով, ձեր հայը։